Բարի օր հայր ջան, այսօր կարդացի մի ոստիկանի մասին, որը ըստ մամուլում տարածված լուրերի, սոցցանցերում այսինքն տարածված լուրերի, իրեն շատ վատ է պահել, դաժանաբար է վերաբերել եկեղեցականներին, հոգևորներին, եկեղեցու մոտ հավատացյալներին, ջանասիրաբար աշխատել է իր լկտիությամբ, աչքի ընկնել, ուրեմն իրենց կուրքին, կռապաշտերի այդ հերոսին դեմ նրան հաճոանալու համար շատ կոպիտ է եղել վանական հոգևոր հայրերի եւ այլոց նկատմամբ այդ եկեղեցու հարձակման ժամանակ եւ եկեղեցիների գրավման ժամանակ այդ թափառաշրջիկ հերետիկոսների կողմից եւ իմացա որ նա ենթարկվել է ինչ-որ ավտովթարի մեջ է հայտնվել եւ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց համենայն դեպս այդպես են գրում եւ նրան գնացել են տեսակցելու ու ասել է Աստված ինչ պատժեց հիմա չեմ ուզում ուրախանամ իրանց նմանվեմ որևէ մեկի հետ կատարված դժբախտությունով կամ ասեմ տեղն է դա իմ որոշելիքը չի իսկ անիծել ընդհանրապես չեմ սիրում Աստված մի արասցե ուրախանաս ուրիշի դժբախտությունով կապ չունի ով դա ընդունելի չի Աստծո կողմից շատ դեպքեր լսեցինք դատախազներ բարձրաստիճան դատավորներ այլ ձևով են ուրեմն զղջացել ավելի դաժան ձևով մեկի թոռնիկը, մեկի երեխան, մեկի կինը, երիտասարդ, լսել ենք, հասնում են մեզ այդ լուրերը, թե ինչպիսի դաժան ճակատագիր են ունենում իրենց հոգիները չարքին վաճառած մարդկանց համար։ Այսպիսի ասացված կա, ասացված չէ, այսինքն, այսպիսի ասույթ կա, որ ասում են երբեք ուշ չէ ապաշխարել։ Շատերը սա սխալ են հասկանում։ Այդ երբեք հարաբերական է։ Մենք ոչ մեկս չգիտենք, թե հաջորդ վայրկյանին չենք կարող ընկնել եւ շունչներս փչել կամ ինչ-որ մի դժբախտ պատահարներ չի պատահի, Աստված հեռու պահի իհարկե։ Եվ դրա համար այդ երբեք հարաբերական է։ Այսինքն դա վերաբերում է, քանի դեռ ունակ ես միտքդ աշխատում է եւ կարող ես ապաշխարել եւ զղջալ քո գործած մեղքերի համար։ Բայց այդ երբեկը կարող է չգալ, կարող է չհասցնես, կարող է այսօրվա այդ ոստիկանի նման այդ շանսը չունենաս եւ պատկերացեք թե ինչ դաժան է լինելու։ Պատկերացեք, երբ որ արդեն դու ստանում ես այդ հեռախոսազանգը սարսափելի ինչ որ մի բան պատահած քո հարազատներից մեկին, այդ ժամանակ դու արդեն ապաշխարես, չապաշխարես, զղջաս, լացես, գլուխդ պատերով տաս, ինչ ուզում ես անես, հետ պտտել ժամանակը չի լինում։ Դրա համար, երբ որ ասում են երբեք ուշ չէ ապաշխարել, այդքան արխային մի ընկեք տղեկ, որ այդ անօրինական հրամանը կատարելով ձեր ճղճի աշխատանքը չկորցնելու, աշխատավարձից չզրկվելու, չգիտեմ, շեֆի կողմից նախատինքի չարժանանալու եւ այլ պատճառներով դուք ձեր հոգիները գիտակցաբար վաճառում եք չարքին, ծառայելով չարքին, դուրս գալով եկեղեցու, հավատացյալ ժողովրդի, մեր հոգևորականների եւ մանավանդ մեր եկեղեցու դեմ։ Իմ պատմած պատմությունը փոքր ժամանակ, երբ որ ոտքով հարվածել է եկեղեցու պատին եւ 24 ժամը չլրացած այդ ոտքս կոտրվեց եւ ամբողջ կյանքը ես տարապում եմ այդ ոտքի ուրեմն հենց այդ ոտքից խնդիրների պատճառով հիմա էլ տեսել եք շատ հաճախ իս ձեռնափայտով կտեսնեք պարբերաբար վատանում է, լավանում է եւ այլն բայց շատերը նաեւ սխալ են հասկացել եւ սխալ են մեկնաբանում այդ պատմությունը այդ պատմությունը մեծ տարածում գտավ, բայց ես ուզում եմ, որ բուն միտքը ճիշտ հասկանաք այդ պատմության։ Աստված աշխարհի ամենաբարին է,
ինքը իր ստեղծածի հանդեպ չի կարող այդքան դաժան լինի։ Եվ այնտեղ շատ մեկնաբանություններ ասում են, բա փոքր երեխա ես եղել, ինչի Աստված դες դա։ Աստված իմ հետ դաժան չվարվեց։ Ոչ, երբ որ դու հոգիդ վաճառում ես չարքին, դու քեզ հանձնում ես եւ քո կյանքը հանձնում ես չարքին։ Ես այլ կերպ եմ հասկացել այդ իմ պատիժը, որ ես գրեցի։ Եթե տեսնեիք որտեղից եմ ես ընկել, ինչ հանգամանքներում, դուք կզարմանաք, որ ես ողջ եմ մնացել ու միայն այդ ոտքս է կոտրվել։ Եվ ես այդ պատմության ամենակարևոր մասը իմ համար անձամբ այն է, որ նույնիսկ այդ դեպքում Աստված ինձ փրկեց ու միայն ոտքս կոտրվեց։ Քանի որ նախորդին լինելով ես երեխա, իմ հոգին փորձեցի, ես հրաժարվելով Աստծուց, իսկ Աստծուց հրաժարվելով դու գնում ես չարքի գիրկը։ Եվ չարքը ինձ արդեն իրենով ունենալով այդ բարձրությունից, այդ տեղից, որ ես եմ ընկել այդ սառույցների վրա, ես պետք է որ մահանայի։ Ես ընկալում եմ, որ Աստված ու անպայման պետք է ես որ գլխի վրա ընկնեի այդ սառույցին։ Եվ ոտքս ջարդու փշուր լինելու փոխարեն գլուխս էր ջարդու փշուր լինելու։ Եվ ես հավատացած եմ, որ վերջի վարքյանին Աստված ինձ փրկեց, որ ես այդ օդի մեջ հասցրեցի պտույտ գործել եւ ոտքով ընկա այդ սառույցների վրա, մոտավորապես 6-7 մետր բարձրությունից, եւ ոտքս փշրվեց գլխիս փոխարեն։ Ճիշտ պետք է հասկանալ։ Այսինքն Աստված, երբ որ ես տրվեցի չարքին, ինչ ժամանակ տվեց, փրկեց ժամանակ տվեց, որ ես հասկանամ, ապաշխարեմ, զղջամ իմ արածի համար եւ ճիշտ ուղու վրա կանգնեմ։ Հասկանում եք։ Այդ երբեք ուժ չի ապաշխարելը, կարա այդ ժամանակը չտրվի, չհասցնես դու այդ ժամանակը չստանաս այդ ժամանակը։ Հիմա խոսքս այդ ոստիկաններին լսել եմ, որ համարյա բոլորը նայում են բոլոր այս իմ ուրեմն ասածները։ Տղերք, այդքան արխային մի եղեք։ Հերիքա։ Դու չգիտես վաղը քո հետ ինչ կկատարվի։ Դու նույնիսկ չգիտես, թե այդ ընթացքում, որ դու կատարում ես այդ հակա աստվածային արարքը, հրաման կատարելը, մանավանդ անօրինական հրաման կատարելը, օրինակ բերեմ։ Եթե դու գնում ես ինչ-որ մի հաստակ գլխի հրամանով, որ ինչ-որ չինովնիկ է, թույլ չտալու, որ հոգևոր ծառայողը մտնի իր եկեղեցի եւ կատարի պատարակ, մատուցի պատարակ Աստծուն, դու դրանով այդ հաստակ գլխից ավելի վատ արարք ես գործում։ Հասկանում եք։ Եվ դու չգիտես նույնիսկ թե այդ րոպեին քեզ ինչ զանգ կարաս դու ստանաս։ Ու հետո զղջաս, գետնով տաս քեզ, պատեպատ տաս քեզ, երազես, որ դա չար երազ է ու կարթնանաս ու այդ ամեն ինչը կանցնի, բայց ուշ է։ Մեկ էլ տեսպես չէ, անդարձելի է այն պատիժը, որ եկավ քեզ, ոչ թե Աստծուց։ Սխալ մի ասեք Աստված կպատժի։ Աստված ուղղակի, երբ որ դու հոգիդ վաճառում ես չարքին, հանձնում ես չարքին, հել քեզ տիրություն չի անում, դու ես ու քո ում որ հոգիդ վաճառել ես։ Եվ այդ դժբախտությունները, որ գալիս է, դա չարքի գործը դժբախտությունն է։ Տեսեք, մահը պատել է մեր երկիրը։ Աջ ու ձախ միայն մահվան լուրեր ենք լսում։ Մահը շրջում է մեր երկրի մեջ, որտեվ մենք վստահել ենք, մենք ասելով ես չեմ, բայց ես մենք եմ ասում, որտեվ իմ եղբոր գործած մեղքը ես նաև համարում եմ իմ մեղքը, որտեվ մենք չարքին հոգին վաճառած, չարքի ծնունդին ենք վստահել մեր երկիրը։ Եվ պարզը որ չարքը ինչ չարքը շրջում է երկրում, դա նույն մահն է։ Ու մի զարմացեք այս բոլոր մահերի, որդու առաջ հորը սպանեցին, այսօր նայում եմ, մյուսին երեխան իր մորն է սպանել, հայրն է որդուն սպանել, փեսան աներոջը եւ այլն եւ այլն։ Փոքրիկ երեխային սարսափելի։ Ինչի ասա տեղի ունենում, որովհետեւ
Մենք վստահել ենք մեր երկիրը իմանալով, գիտակցելով։ Չարքին, ինչ եք սպասում։ Գոհ եղեք Աստծուց, որ այսքանից հետո դեռ կանք, այսինքն են երբեք ուշ չեն, հավերժ չի։ Փառք տվեք Աստծուն, որ մեզ տվել է այս ժամանակը ապաշխարելու մեր սխալները ուղղելու։ Եվ փոխանակ նորանոր սխալներ գործենք, նորանոր մեղքեր գործենք, ապաշխարենք ճիշտ ուղու վրա կանգնենք։ Այդ մոլորվածները, որ այսօր այսպես ասած այն փողոցի շան նման ինչ որ ուտելիքի հոտ առած sense հետևում են այդ չարքերին։ Նրանք էլ են մեղ, նրանց էլ է պետք է բերել։ Ինչ որ ձև, նրանց էլ է այդ ժամանակը տրված։ Իսկ դուք ծառայող տղաներ, երիտասարդ ձեր կյանքը արժևում է, մի վերցրեք այդ ռիսկը, մի գնացեք այդ ռիսկին։ Դուք չեք պատկերացնում, հետո ողբալու եք ուշա լինելու։ Խղճում եմ ես ձեզ այդ հարցում։ Շատ եմ խղճում։ Ու շատ եմ խնդրում տղերք, մի արեք իդի։ Դուք չեք հարցրեք, գնացեք հարցրեք այն դատախազին, այն դատավորին, արդյոք, այդ ողբը, որ իրանք հիմա հնչեցնում են, օգնում է, մեղմացնում է այն ցավը, որ ստացել են, այդ չարքից, ում որ վաճառվել են։ Եվ Աստված այդտեղ արդեն ոչ թե անզոր է, Աստված չի կարող անզոր լինի։ Այն որ ասում եմ, ես լվանում եմ իմ ձեռքերը, քանի որ չի կարող հիվանդը փրկվի, եթե ինքը դա չի ցանկանում անել։ Բժիշկները ոչինչ չեն կարող անել, եթե հիվանդը գիտակցաբար գնում է մահվան։ Այդքանն է ուզում ասի։ Կարդացի այդ ոստիկանի մասին։ Նկար են տեղադրել, ատամները թափած, աչքերը արյունով լցված։ Միգուցե հենց դա նշան է, որ ինքը ում հետ էր գործարքի գնացել։ Եվ հիմա ողբում է, փոշմանել է, ասում են։ Բայց դժվար է, չէ։ Դեռ ինքը փրկվել է, դեռ իրան այդ երբեք ուշ չին տրվել է, ինքը պիտի առավոտից իրիկուն չոքած աղոթի եւ փառք տա Աստծուն, որ իրեն դեռ տրվել է այդ ժամանակը ապաշխարելու եւ մանավանդ մնացածին հայտնելու իր դաժան օրինակի մասին, իր ընկերներին, իր ծառայեկից ընկերներին ասելու. տղեկ, ես արեցի, դուք մի արեք։ Ես արեցի, դուք մի արեք։ Այդքանը։ Անցավ մնաք։ Աստծո մնաք։